Բարև ձեզ հարգելի ագընտիրներ, հայրենիք լրատվական գետրոնեն գահորտենք լուրերը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև Աստանայի մեջ հայտարարեց, որ Զանգեզուրի միջանցքը կգրնա բացվիլ 2028-ի դարեվերջին։ Ան անդեսելով Թրամփի ուղի անվանումը, դարձյալ գործածեց Զանգեզուրի միջանցք բարագծումը։ Նաև չհիշելով Հայաստանի անունը, այլ հայտարարեց, որ միջանցքը թեպի այլ երկիրներու դարածքները պիտի անցնի։ Ալիևի երկրորդ հայտարարությունը կվերապերեր Բաքուի այն որոշումին, թե թեպի Հայաստան բեռներու փոխադրության դեմ արգելքը վերացած է, եւ ղազախական ծորենի առաջին քանակը Հայաստան պիտի փոխադրվի։ Այս բոլորեն անտին կմնա նշել, որ Բաքու չի հրաժարած Հայաստանի սահմանադրությունը փոխելու իր պահանջեն։ Երևանի իշխանություններուն նորակույն թիրախ եղավ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուգասյան, որուն ցերպակալությունը եւ Երևան փոխադրությունը ընդվզումի մեծ ալիք բարձրացուց Հայաստանի երկրորդ մեծագույն քաղաքի մեջ։ Գյումրիի քաղաքապետարանին դիմաց քաղաքացիներու եւ մեծ թիվով ոստիկան ուժերու միջև քաշքշուկ առաջացավ, որուն շուրջ քննչական կոմիտեն անմիջապես քրեական վարույթի ընթաց տվավ։ Փդատության դեմ պայքարի կոմիտեին հրապարակած հաղորդակցության համաձայն Ղուգասյան եւ քաղաքապետարանի 8 աշխատակիցներ ցերպակալված են գաշարք ստանալու եւ դալու մեղադրանքներով։ Ղուգասյան մեղադրանքը չընդունեց, ավելի ուշ անգալանավորվեցավ 2 ամիսով։ Ցերպակալյալներուն շարքին է նաեւ Գյումրիի գլխավոր ջարդարապետ Հենրիկ Կասպարյան։ Իշխանական լրատու աղբյուրներուն դրամատուրգիան տակ է ենթադրաբար Ղուգասյանի եւ Կասպարյանի միջև գայացած հերացայնային խոսակցությանը գաղտնալսված ցայնակությունը։ Հայաստանի մեջ սովորական դարձած է գաղտնալսված խոսակցություններու ցայնակությունները քաղաքացիական պայմանագրի պատգամավորներուն դրամատուրգիան տակ գտնվելը, որոնք ընկերային հաղորդակցության հարթակներուն վրա փուրն հարձակման անցան Ղուգասյանի դեմ։ Արամ առաջին կաթողիկոս հայտարարեց, որ Անտիլիաս գարիքը չունի Երևանի թելատրանքներուն, որովհետև Անտիլիաս ինք կորոշ է իր ըսելիքը եւ ընելիքը, միշտ առաջնորդվելով մեր ժողովրդին եւ հայրենիքին գերակույն շահերով, արժեքներով եւ իդեալներով։ Հարցը կվերապերի վեապարին կողմէ կատարված այլ հայտարարության, թե հայրենիքը գողվի դեպի ինքնակամտում եւ սպիրկը դեպի ինքնամաշում։ Հետևաբար անհրաժեշտ է առաջ կառնել համահայկական ջիքերով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան Արամ վեապարին այս հայտարարությունը համարած էր շարժանագարեն դուրս մնացած դեսարանիմը։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի արտաքին հարաբերությունների եւ արարողագարքի բաժանմունքի պատասխանատու Նատան arczepiskopos Հովհաննիսյան քննչական կոմիտե հրավիրվեցավ եւ հարցակնվեցավ։ Իշխանական գարկ լրատու աղբյուրներ հրապարակեցին 2 տարի առաջ կատարված հերացայնային խոսակցության մցայնակությունը, ուր ամենայն հայոց կաթողիկոսի նախկին գավազանագիր աղան Աբեղա Երնչակյան Նատան Սրբազանի ներծրույթին ընթացքին ամենայն հայոց կաթողիկոսը կմեղադրե թե ան ըստիված է, որ ինք ու իր ընտանիքին անդամները հավաքի մասնակցին։ Փորձագետներու համաձայն այս բոլորին նպատակն է մեղադրանք առաջադրել Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսին դեմ։ Սուրբ Էջմիածնի մայրաթորին կողմէ հաստատված պատկերասրահի շողակաթ գայանը փակելու նախաձեռնած են Երևանի իշխանությունները։ Շողակաթ գայանին դեմ իշխանություններուն ընթացնված արշավը թափստացավ, երբ Բագրատ arczepiskopos Գալստանյան նախաձեռնեց ինտիմատիվ շարժումը Նիկոլ Փաշինյանը իշխանութենե հերացնելու համար։ Շողակաթի փակման վերաբերյալ իրենց մտահոգությունը հրապարակեցին լրագրողական շարք մգազմագերբություններ, դատապարտելով Հայաստանի մեջ գործող հոգևոր մշակութային միակ ալիքը փակելու միտումով իշխանություններուն ձեռնարկած քայլերը։
Երևանի մեջ գայացավ Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական շրջանակներու ներկայացուցիչներու մասնակցությամբ գլոր սեղանմը, որուն ընթացքին քննարկվեցան հայաստանյան և ադրբեջանական հասարակություններու մոտեցման կապված խնդիրներ և հարցեր։ Ադրբեջանցի փորձագետներու շարքին էր 3 տարի առաջ Լաչինի ամսկը փակած այսպես կոչված Գենսոլորտի պաշտպաններու շարքերու մեջ գտնված Դիլարա Էֆենդիևա, որ փուրն պաշտպան մնե Ալիևի վարչակարգին։ Ան նաև գլոր սեղանին մասնակցած հայ և ադրբեջանցի փորձագետներուն գազմին հետ մասնակցեցավ Հայաստանի ապահովության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման, որ բարձր քննադատեց նման նախաձեռնությունը։ Դեղին է նշել, որ Էֆենդիևայի և անոր գործակիցներուն կողմէ փակված Լաչինի ամսկը բնավ չվերապացվեցավ։ Ապա դեպքերը ստացան կահավեժ ընթացքը, հանգեցնելով Արցախի գորուստին և արցախայության բռնի դեղահանության։ Էջմիածին քաղաքին դեղական իշխանություններուն կապակցաբար իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության քարոզչական արշավը ընթացք արավ գայթակղությամբ, որ առերևույթ հանցագործություն է։ Այս մասին արդեն իսկ դատախազությունը հաղորդումներ ստացած է։ Քարոզչական արշավեն 1 օր առաջ քաղաքացիական պայմանագրի քաղաքապետի տեխնացու Արքիշտի Մեխագյան և Արմավիրի հանրազանոթ իշխանականներ դողսկյուղին մեջ մասնակցեցան խնջույքի, որուն ընթացքին քյուղին երեխաներուն նվերներ, դրամական պարգևներ բաժնեցին։ Մեխագյան Փեմին վրա մասնակցեցավ նվերներու պաշտման։ Այս արարքը քրեականորեն պատժելի է։ Ընդհանուր դատախազությունը հաստատեց, որ հանցագործության հաղորդում ստացած է և հաղորդման օրենքով նախատեսված կարգով ընթացք տրված է։ Գարկալույց հռչակված քահանան մերժեց դուրս գալ Հովհաննավանքի եկեղեցիեն և ասպարեզ գարտած ամենայն հայոց կաթողիկոսին, հայտարարելով, որ գարկալույց եղած կաթողիկոսը չի գրնար օձյալ քահանամը գարկալույց ընել։ Ան նաև հայտարարեց, որ ամուսնացյալ անձը չի գրնար կաթողիկոսը լալ։ Մինչ այդ Հովհաննավանքի մեջ բսակի արարողությունը կատարեց գարկալույց քահանան փոխարինող քահանան, որովհետև Փեսային հայրը որոշեց փոխել քահանան։ Սուրբ Էջմիածին Երևանի իշխանություններ փուրն պայքարին գիզակետին վերածված գարկալույց քահանան այժմ վերածված է նաև ամենայն հայոց կաթողիկոսին վրա ջնշումներու բանեցման միջոցիմը։ Ան հրաբարակավ մերժեց իր գարկալույց ըլլալու որոշումը և բնդեց, որ քահանայական իր սպասարկությունը պիտի շարունակե Հովհաննավանքի մեջ։ Ավելի քան 250 վարորդներ իրենց բեռնատարներով փակեցին Բագրատաշենի անցքը, փոխելու համար ռուսական նոր օրենքին դեմ, ըստ որուն հայաստանցի վարորդները իրենց բեռնատարներով 180 օրվան փոխարեն միայն 90 օր գրնան մնալ Ռուսիո մեջ։ Բեռնատարներու վարորդները Երևանի իշխանություններեն կպահանջեն, որ այս հարցին լուծումը գտնվի, որովհետև անկարելի է 90 օրերու ընթացքին բեռներու փոխադրություն կատարել, որովհետև բեռնատարները օրերով կկանգնին վերին լարձի անցագետին վրա և կսպասեն մաքսային թղթատարական ըստուկումներու ավարտին, որպեսզի կարենան բեռները Ռուսիային Հայաստան կամ հակառակ ուղղությամբ փոխադրել։ Վարորդները դժգոհ են տնտեսության նախարար Գևորգ Բաբոյանեն, որովհետև անդակավին չէ գրծած համաձայնության մկալ ռուսական համապատասխան մարմիններուն հետ։ Քաղաքացիական ակտիվիստ Արթուր Չախոյան հարձակումի թիրախ դարձավ, երբ խումբ մարդիկ զայն ձեզի ենթարկեցին և հեռախոսը կողնալով փախուստի դիմեցին։ Քննչական կոմիտեի պամպերը հաստատեց, որ Չախոյանի գործով քրեական բարույթ նախաձեռնված է։ Չախոյան
հաջող թիրախ կդառնա հարցակումներու, որովհետև քննադատություններ գուղե Երևանի քաղաքապետին։ Անոր նորակույն բացահայտումներ նոր նորքի մեջ գառուցվող փակշուկան, որ կգառուցվի առանց արտոնության, սակայն շինարարական աշխատանքները չեն գասեցվիր Երևանի քաղաքապետարանին կողմէ։ Այս բացահայտումեն ետք է որ Չախոյան ձեզի ենթարկվեցավ։ Հարկելի ակնթիներ իսկ այժմ հարցազրույցը պիտի ունենանք քաղաքական վերլուծաբան եւ լրատու աղբյուրներու փորձագետ Դիկրան Քոչարյանի հետ։ Բարև ձեզ։ Բարի երեկո։ Ներկա իշխանությունները կշարունակեն անտիմատիներու թեմ հալածանքը։ Ասիկա նախընտրական դրամապանությամբ կնշանակե, որ իշխանությունները կփորձեն անտիմությունը դուրս մղել քաղաքական կյանքեն։ Այս իրավիճակին մեջ գարելի կհամարեք ընտրություններու ջամփով այս իշխանություններուն հերացումը։ Այո, իհարկե համարում եմ, ես համարում եմ, որ իշխանությունը կարելի է հեռացնել առնվազն 3 ճանապարհով, հա, մեկը փողոցով, մեկը արտահերթ ընտրություններով եւ նաեւ հերթական ընտրություններով։ Յուրաքանչյուր ուրեմն ճանապարհը ունի իր լեգիտիմության աստիճանը եւ մենք պետք է նաեւ հաշվի առնենք, որ մենք մեզանով չենք այս աշխարհում եւ որոշակի հարցեր կարող են առաջանալ յուրաքանչյուր այսպիսի իշխանափոխության դեպքում, դրա համար ուժերի ճիշտ հաշվարկ պետք է անել։ Իհարկե հերթական ընտրությունները դա ունենան լեգիտիմության բարձրագույն աստիճանը եւ ուզած պետք է ճանաչվեն աշխարհի բոլոր աշխարհակական կենտրոնների կողմից, բայց դա չի նշանակում, որ մինչեւ հունիս պետք է նստել եւ միայն սպասել։ Ամեն դեպքում քաղաքական ուժերը պետք է հաշվի առնեն այն տարբերակը, որ կարող է իրավիճակը հասնի հերթական ընտրությունների եւ դա անսպասելի չլինի իրենց համար։ Ինչու վարչապետ Փաշինյան այս անկրվանին առաքելական Սուրբ Եկեղեցվո եւ անցամբ ամենայն հայոց կաթողիկոսին դեմ հալածանքից անցած է։ Ի վերջո, ինչ է Փաշինյանի գործողություններուն դրդապատճառը։ Այստեղ մի քանի բաղադրիչ կա, առաջինը, որ եկեղեցին մնացել է այն պետականամետ եւ ժողովրդապահպան կառույցներից, որը դեռևս դիմադրում է Փաշինյանին եւ գործարքի չի գնացել իր հետ։ Երկրորդը դա Թուրքիայի եւ Ադրբեջանի պահանջն է, որովհետեւ մենք տեսնում ենք, որ Փաշինյանի բոլոր գրողները եկեղեցու վրա հիմնականում սկսում են նրանից հետո, երբ որ կամ Իլհամ Ալիևը կամ իրենց մուսուլմանների ղեկավարը Փաշազադեն ինչ որ նկատողություններ անում, անվանում են եկեղեցի որպես ռևանշիստ եւ մենք շատ լավ հիշում ենք, որ հիմնական գրողը եկեղեցու դեմ սկսվեց նրանից, երբ որ վեհապարը գնաց Շվեյցարիա եւ այնտեղ մասնակցեց Արցախին նվիրված ժողովի, որը որոշակի նաեւ իրավաբանական ստատուս կունենա եւ սա Փաշինյանի համար, ով Ալիևի պարտադրանքով փագել է Արցախի էջը, սա ուղղակի սարսափելի երազ է եւ իր բաղձալի պայմանագիրը խաղաղության, որը պետք է կնքի Ալիևի հետ, կարող է չիրականանա եւ նա որևէ բան չունենա վաճառելու ժողովրդին։ Մյուս ասպեկտը Փաշինյանը համարում է առաքելական եկեղեցին, վեհապարին եւ վեհապարի եղբորը որպես ռուսական ուրեմն փափուկ ուժի ներկայացուցիչ եւ հատկապես կենտրոնացված է վեհապարի եղբոր վրա եւ ինչ էինք մտածում, եթե վեհապարին կարողանա գահընկեց անել, ապա ավտոմատ վեհապարի եղբայրը նույնպես կհեռանա նոր Նախիջևանի թեմից եւ այստեղ կարելի է որոշակի ձևով պայքարել ռուսական փափուկ ուժի դեմ, ինչպես դա արվում է օրինակ նույն Ուկրաինայում, նույն Մոլդովայում եւ այլ երկրներում, որտեղ արևմտյան պահանջարկով տեղական ավանդական եկեղեցիների դեմ պայքար են մղվում։ Մոդորեն պիտի կայանան Էջմիածին քաղաքի դեղական ընտրությունները։ Ինչպես կգնահատեք ընդդիմության հնարավորությունները եւ ինչ ունի գսելիք այս ընտրություններուն կարևորության մասին։ Սա շատ կարևոր ընտրություններ են, որտեղ կարելի ասել դա վերջին ստուգատեսն է, չգիտեմ, արտահերթ ընտրությունների կամ հերթական ընտրությունների, եթե իրենք տեղի ունենան, եւ այստեղ քաղաքական ուժերը փորձարկելու են մեթոդիկաներ, փորձարկելու են որոշակի ստրատեգիաներ, որպեսզի հասկանան ինչպես պետք է քվեարկությունը կամ ընտրարշավը անցնի ընդհանրին նույն մեծ քաղաքներում, օրինակ Երևանում, քանի որ Էջմիածինը շատ մոտ է Երևանին, ապա որոշակի տեխնոլոգիաներ կարելի է արդեն փորձարկել հենց Էջմիածնի կամ չգիտեմ Վաղարշապատ, հենց Վաղարշապատ համայնքի տարածքում։ Նաև պետք է հաշվի առնել, որ
Գյումրի խայտարակ պարտությունից հետո, որտեղ կիրառվեց տարանջատված ուժերով ընտրության գնալու, բայց վերջում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վռնդելու ուրեմն քաղաքապետարանից, այսպես ասենք, հա, նույն ստրատեգիան կարող է տեղի ունենալ եւ այստեղ, եւ սա կնշանակի, որ արտահերթ կամ հերթական ընտրությունների ժամանակ դա ուրեմն ամենամեծ գլխացավանքն է բերելու Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի ցանկությունը, որպեսզի ընդդիմադիր ուժերը միավորվեն մինչեւ ընտրությունները, որպեսզի ավելի հեշտ կլինի իրենց ջախջախել կամ ընդհանրապես ինչպես Մոլդովայում հանել ընտրարշավից։ Եվ ամենակարևորը, ինչ պետք է հասկանան վաղարշապատցիները եւ բոլոր մարդիկ, ովքեր կանգնած են Մայրաթորի կողքին, եթե վաղարշապատցին մանդատ տա Փաշինյանին եւ ընտրի Փաշինյանի ներկայացուցիչին, դա կնշանակի, որ վաղարշապատցին համաձայն է այս ամբողջ հակաեկեղեցական քաղաքականության հետ եւ ուղղակի կհանձնի վաղարշապատը մարդկանց, ովքեր աղանդավորական մտածելակերպ ունեն եւ որոնց հիմնական նպատակը դա վերջնականապես ջախջախել հայ առաքելական եկեղեցին։ Շնորհակալություն ցեզի։ Հարգելի ագնտիրներ, մեր զրուցակիցներ քաղաքական վերլուծաբան եւ լրատու աղբյուրներու փորձագետ Նիկրան Քոչարյանը։ Եվ այսպիսով իր ավարտին կհասնի մեր լրատվությունը։ Հարաճիկա շաբաթ կհանդիպինք։ Ցտեսություն։